Կառավարությունը 570 միլիոն դրամ կհատկացնի շաքարային դիաբետ ունեցող 10-ից 18 տարեկան երեխաների շրջանում գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ ներդնելու համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործընկերներին ներկայացնում է 0-ից 9 տարեկան երեխաների շրջանում այս համակարգի ներդրման համար նախկինում հատկացվել էր 181 միլիոն դրամ։ Մեր շահառուները օրական 5-ից 6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց եւ երեխաների համար մատը ծակելը թե հոգեբանական եւ թե շատ առումով կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում եւ հաճախ նաեւ հրաժարվում են երեխաները այդ չափումները իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաեւ ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն։ Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել թե հիպոգլիկեմիկ, թե հիպերգլիկեմիկ շոկերը եւ ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը եւ դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով։ Չափիչ սարքերը կլինեն թվային, տվյալները կհավաքագրվեն հեռավար ձևաչափով։ Երեխաների արյան մեջ գլյուկոզայի չափի վերաբերյալ տվյալներին հասանելիություն կունենան բժիշկը, ծնողը, անհրաժեշտության դեպքում դաստիարակն ու ուսուցիչը, ասաց Ավանեսյանը։ Մենք 2025 թվականին նաև վերանայել ենք ուրեմն մինչև 28 տարեկան անձանց համար էլի չափման ուրեմն ստրիպերի քանակները եւ ներառել ենք նաեւ 18-ից 28 տարեկանների համար եւ սա եւս կարծում եմ շատ կարեւոր քայլ է, որը որ ընդհանուր առմամբ դիաբետի վարման առումով մեր երկիրը դնում է ժամանակակից ուրեմն քարտեզի վրա։ Ուզում եմ նշել նաեւ, որ այս բոլոր միջոցառումները ուղղվում են նաեւ, որպեսզի մեր երեխաները չհամարվեն հաշմանդամ։ Կառավարությունը 2.9 միլիարդ դրամ հատկացրեց Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհների միջին նորոգման համար։ Նախարար Խուդատյանը տեղեկացնում է ճանապարհների ընդհանուր երկարությունը 58 կիլոմետր է։ Ժամանակ ասեմ, որ աշխատանքները տարբեր փուլերում են գտնվում, դրանց մի մասը արդեն ավարտված են, մյուս մասում մնացել են իրականացնելու գծանշման աշխատանքներ եւ օգտվելով առիթից կուզեմ ասել, որ արդեն 2025 թվականի ընթացքում 400 կիլոմետր ճանապարհ այս պահի դրությամբ մենք նորոգել, հիմնանորոգել, կառուցել եւ ավարտել ենք արդեն այս պահին։ Այսինքն այս տարի 500 կիլոմետրը կարողանում ենք իրատեսորեն հասցնել։ Ամբողջովին, պարոն վարչապետ, նախատեսվածից ավելի շուտ կիրականացնենք, մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները, փաստացի 100 կիլոմետր է մնացել, որից մոտավորապես 40 կիլոմետրի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է, դեկտեմբերին ասֆալտ չենք անի։ Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը նոր ռեկորդ է սահմանել, հայտարարում է գործադիրի ղեկավարը։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը գրանցված ավել են 37,140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ Փաշինյանն անդրադառնում է Ադրբեջանից դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման հարցին։ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է։ Արդեն 2 օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին եւ ես միջազգային հարթակում Թբիլիսիում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ եւ ողջունել եմ այդ որոշումը։ Դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Վարչապետն իրավիճակն օրինակներով է մեկնաբանում։ Երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում,
Դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.8%-ով։ Փաշինյանը գոհ է ցուցանիշներից։ Ծիրանի դեպքում 25.5% աճ, Սալորի դեպքում 61.1% աճ, Դեղցի դեպքում 87.1% աճ, Կեռասի դեպքում 123% աճ, Տանձի դեպքում 245% աճ, ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, Տանձի արտահանման թիվը, Լոլիկի դեպքում 12% աճ, Պղպեղի դեպքում 62% աճ, Կաղամբի դեպքում 843% աճ, Սմբուկի դեպքում 72% աճ, Ծաղիկը հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով 116%-ով է արտահանվել։ Խաղողի մթերումը կարող ենք ասել, որ ըստ էության տեխնիկական ամբողջ սորտերը մթերված են, ավարտված են եւ այս պայդրությամբ օպերատիվ տվյալներով, որոնք որ մենք ստանում ենք, իհարկե դեռ կամփոփեն, կարող է որոշակի ճշգրտում լինի մի փոքր 211,000 տոննա մթերվել է, ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա։ Կառավարության որոշմամբ տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։